Հրապարակը գրում է. ԱՄՆ հայ առաքելական եկեղեցու արևմտյան թեմի առաջնորդանիստ Սրբոց Ղևոնդյանց եկեղեցում 3 կայացած պատարագի ժամանակ ըստ կարգի հիշատակվել է Վեհափար Հայրապետի անունը։ Սա ուշագրավ է նրանով, որ թեմի առաջնորդ Հովնան arczepiskopos Տերտերյանը 10 ուխտադրուժ հոգևորականներից է, որոնք դուրս են եկել Վեհափարի դեմ։ Սա նշանակում է, որ որոշ հոգևորականներ կամ պատանդ են Նիկոլ Փաշինյանի ձեռքում, իսկ նրա աչքից հեռու ընդունում են հայոց հովապետի առաջնորդությունը եւ ըստ կարգի պատարագներ անում կամ իրենց ենթակայությամբ գործող եկեղեցիներն ու քահանաներն այլևս ըմբոսներին չեն ենթարկվում։ Հրապարակի տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը հրահանգել է մարզպետներին այն եկեղեցիներում, որոնք շրջիկ պատարագների շրջանակում ինքնասպատակել են, շարունակեն պատարագներ կազմակերպել, մասնակցել, լուսանկարներ հրապարակել։ Իբրև թե մայրաթ հորին դավաճանած հոգևորականներին հանրությունը չի մերժում, եւ անգամ առանց Փաշինյանի էլ մարդաշատ պատարագներ են մատուցվում։ Սրանով էր պայմանավորված այն հանգամանքը, որ կիրակի օրը, երբ Փաշինյանը Սուրբ Սարգիսում էր, Վայոց ձորի եւ Արագածոտնի մարզպետները լուսանկարներ հրապարակեցին, որ մասնակցել են մեկը Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու, մյուսը Հովհանավանքի պատարագներին։ Ինչ վերաբերում է Սուրբ Սարգիսում անցկացված պատարագին, ապա որոշ տեղեկություններով Փաշինյանը ՔՊ-ին հրահանգել էր 1 մարդու պես ներկա լինել։ Պատճառաբանություն չի ընդունելու, քանի որ կիլոմետրեր չպետք է կտրեն անցնեն, սակայն միևնույն է, բացակաների թիվը շատ մեծ էր, ինչը զայրացրել էր առաջնորդին։ Փաստի տեղեկություններով ազգային ուժերի շրջանում կա որոշում, հետագայում բոլոր այն դեպքերում, երբ Նիկոլ Փաշինյանը կկազմակերպի իր հակաեկեղեցական հանրահավաք պատարագները, ոչ թե սպոնտան, այլ կազմակերպված ձևով ներկա լինել, խանգարել այդ հակաեկեղեցական, հակազգային կեղծարարողությունները, հնչեցնել Վեհափարի անունը։ Թերթի աղբյուրները փոխանցել են, որ այդպիսով նպատակ կա այլ եկեղեցիները փրկել բղծումից, ինչպես եւ ամբողջ աշխարհին ցույց տալ, որ մեր հանրության մեջ Հովհաննես Իշխանյանի նման հայրենասեր, ազգային, եկեղեցասեր, վերջապես իրական հայ մարդիկ անհամեմատ շատ են ու նրանք հայ առաքելական եկեղեցու կողքին են։ Փաստը գրում է. կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանրային քննարկման է ներկայացրել վերլուծության ռիսկային չափորոշիչներ սահմանելու մասին հայտարարագրերի վերաբերյալ նախագիծը։ Ներկայացվում է առաջարկ սահմանելու հայտարարագրերի վերլուծության ռիսկային չափորոշիչներ, որոնք կնպաստեն վերլուծական գործընթացի ինստիտուցիոնալացմանը եւ կանխարգելիչ մեխանիզմների արդյունավետ կիրառմանը։ Ռիսկային չափորոշիչները ներառում են ինչպես ավտոմատ հաշվարկվող ցուցանիշներ, օրինակ ընթացիկ տարեկան ծախսերի բացասական մեծություն, կանխիկ միջոցների առկայություն համադրված այլ համանգամանքների հետ եւ այլն, այնպես էլ լրացուցիչ ռիսկի գործոններ, որոնք կարող են յուրաքանչյուր դեպքում առանձին գնահատվել իրավասու ստորաբաժանման կողմից, հիմնվելով փաստական տվյալների եւ հայտարարատուի ընդհանուր գույքային դրության վրա։ Ժողովուրդը տեղեկացել է, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները եւս առաջադրվել են ՔՊ-ի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում։ Բանն այն է, որ Հայաստանի սահմանադրությունը երաշխավորում է խորհրդարանում ազգային փոքրամասնությունների պարտադիր ներկայացվածությունը։ Ինչպես արդեն հայտնի է, այս գումարման ԱԺ-ում Հայաստանի 4 ամենամեծ ազգային փոքրամասնություններից ներկայացուցիչներ կան ազգային ժողովում, որոնցից 3-ը ՔՊ խմբակցության ներկայացուցիչներ են։ Հրապարակը գրում է. ՔՊ-ում նախորդին ավարտվել է падգամավորության թեկնածուների առաջադրումների ժամկետը։ Այժմ Նիկոլ Փաշինյանը կանգնած է դժվարին ընտրության առաջ, ինչպես կազմել նախընտրական ցուցակը։ Փաշինյանն իր նախասիրությունների ու հաշվարկների պատճառով դժվարին կացության առաջ է կանգնել։ Ուղիներ է որոնում ինչպես անել, որ եւ չշրջանցի օրենքի պահանջը եւ ձևավորի իր համար ցանկալի ցուցակ, որ օրինակ Լիլիթ Մակունցը կամ Մարիա Կարապետյանն առաջին հորիզոնականներում լինեն, ինչը թիմում բացառում են, եթե համաժողովն ընտրի։ Փոխարենը Ալեն Սիմոնյանը, Տիգրան Ավինյանը եւ ելի մի քանիսը հետին հորիզոնականներում հանգրվանեն, որ այլևս բարձր պաշտոնի չհավակնեն։ Մյուս կողմից ինքը չի կարող միանձնյա ձևավորել ցուցակը։ Պետք է դրանից հետո պարզաբանի, թե այսինչն ինչու է այս հորիզոնականում գրել, մյուսին ավելի բարձր կամ ցածր։